Այսինքն իմ դիրքորոշումը հետևյալն է, որ նախ եւ առաջ վստահի քո ֆիրմային եւ սիրի քո ֆիրման, փորձի օգտակար լինես։ Եվ դա արդեն մեծ վստահություն կտա, որովհետեւ եթե հակառակ process-ը գնա, Աստված ջան, եւ դու չհավատաս քո ֆիրմային, եւ դու չընդունես, ասենք, թեկուզ եւ ինչ որ մի բան թերությունն է եւ այլն, հա, դու որոշում ես, որ ես իդեալական եմ, իսկ դու ֆիրմա ջան, դու էլ պետք է լինես իդեալական, նախ ոչ մեկ իդեալական չի, եւ մեր ֆիրման էլ իդեալական չի, բայց այն վստահությունը, որ դու քո ֆիրմային վստահում ես, դա արդեն ամենակարևորը հիմքն է բիզնեսում, որովհետեւ ես տեսել եմ շատ մարդկանց, ովքեր իմ հետ բիզնեսը սկսեցին, բայց չվստահեցին ֆիրմային եւ դադարեցրեցին գործունեությունը, Իտոգում ես վստահեցի եւ ես առաջ գնացի, իսկ իրանք ոչ, որտեղ դու չես կարող առաջ գնալ, նույնիսկ դու տրամադրություն չունես։ Եթե դու ինձ չես վստահում որպես ընկեր, դու իմ հետ ճանապարհ կգնաս, չես գնա։ Այդպես էլ քո ֆիրմային։ Եվ տեսեք, դեպք է լինում եւ օրինակ եմ ասում, դու մտնում ես քո խումբ, որտեղ քո խմբի անդամներն են եւ քո սպոնսորը տեսնում ես, որ խումբը միշտ ակտիվ է պահում։ Դու ինչ անում, ինչ որ գործունեություն անում եւ որպեսզի խումբը ակտիվ լինի, ճիշտ է։ Հիմա տեսեք, իմ պոզիցիան, երբ որ ես եկա բիզնես, հետեւյալն էր։ Ես մտա խումբ եւ իմ նաստավնիկը խումբը ակտիվ է պահում։ Ուրեմն սա դառնում է իմ գործունեությունը նույնպես։ Այսինքն ես չեմ սպասում, որ ինձ ինչ որ մեկը բիզնեսում ասի, այսինքն դու տեսնում ես։ Ոնց որ մտնես, ասենք դու կին ես, դու քո տունը մաքրում ես։ Հիմա մտել ես քրոջդ տուն, տեսել ես, որ աղբ է։ Ինչ, դա քեզ նորմալ է, որ քո տունը չի։ Քո քրոջդ տունն է, չէ՞, նույն ձև։ Այսինքն ես չեմ սպասում, որ ինձ ինչ-որ մեկը ասի, դու ինչ պիտի անես։ Ես հասկանում եմ, եւ սա խոսում եմ սկսնակ ժամանակվանից, ոչ թե հիմա։ Հիմա ես ինքս եմ իմ խմբերը վարում, չէ՞։ Եվ ես չեմ սպասել, որ ինձ իմ նաստավնիկ ասի սենց։ Ես տեսել եմ ինքը ոնց է անում, եւ ես փորձել եմ համապատասխան լինեմ իրան։ Եվ սա նույնպես պատասխանատվության զգացումի մասին է խոսքը գնում, երբ որ պետքա դուք վերցնեք ձեր վրա պատասխանատվություն։ Ոչ թե նաստավնիկը ասի, արի ինչ-որ մի հատ սեմինար անենք, այլ եթե տենում ես նաստավնիկը զբաղված է, ոնց որ երեք իմ լիդերներից մեկը, ինձ գրեց քնար, գիտեմ խառնես կարող է այսօրվա սեմինարը ես անեմ։ Եվ դա լիդերությունն է, որտեղ մենակ իմ բիզնեսը չի, չէ՞, քո բիզնեսն էլ է։ Ինչի մենակ ես, պետքա լինի բոլորս։ Եվ այդ զգացողությունը պետք է ամեն մարդ իր մեջ ունենա գրի։ Երբ որ բիզնեսում ինչ որ բան այն չի, նո, տիպը ոնց չի զարգանում բիզնեսը, կարա լինի։ Դու թափում ես, ասենք, օրինակ, ասենք դու թափում ես 10,000 բալի ջանք, բայց ստանում ես, ասենք 1000 բալ։ Նո, օրինակ եմ ես բերում։ Իմ հետ եղել է ասենց դեպքեր բիզնեսում, որ ես թափել եմ 5000 բալի ջանք, բայց ես 3000 բալ արեցի այդ կատալոգ, բայց ես 5000-ի ջանքեր էի թափել։ Եվ ստեղ պատասխանատվության հարց էր, էլի։ Ես որոշեցի, որ դա իմ պատասխանատվությունն է, որ ես մի բան նիտո եմ արել։ Սա շատ կարևոր է, շատ։ Միշտ է կարա լինի սենց հարցեր բիզնեսում։ Շատ կարևոր է դու ում ես պատասխանատու ճանաչում քո բիզնեսում։ Իմ բիզնեսում ինձանից բացի ոչ մեկ երբեք չի եղել պատասխանատու։ Այսինքն, եթե ես թափել եմ 5000 բալի ջանք, բայց ստացել եմ 3000 բալ, ես անպայման փորձել եմ հասկանալ, իսկ ինչ անեմ ուրիշ մի բան, ոնց անեմ ուրիշ մի բան։ Որովհետև սա լիդերի մտածելակերպն է ու միայն այս դեպքում հնարավոր, որ դու քո գործողությունները վերանայես, փոխես, ավելի լավ լինես, ավելի աշխատասեր լինես, ավելի խելացի ինչ-որ բան անես եւ այլն։ Այսինքն սա նույնպես ոնց ասեմ, եթե սա չկա, երեխեք, կարեք ռեկրուտինգ չանեք։ Եթե դուք ձեզ չեք ճանաչելու պատասխանատու, ձեզ մի տանջեք ռեկրուտինգ մի արեք, որովհետեւ դուք ինչքան էլ ռեկրուտինգ անեք, մեծ հաշվով բիզնեսը
դա ընտանիքի պես մի բան է, ընտանիքը հո ճաշեփելով չի ծաղկում, չես կարող ասես, ես ճաշ եմ եպում եւ ընտանիքը կծաղկի, չէ, մենակ ճաշեփելով չի, շատ բաներ կա, որ դու պետք է անես, մենակ տունը մաքրելով չի, նենց էլ բիզնեսն է եւ այդ կարևոր բաների մասին, ֆունդամենտալ բաների մասին մենք հիմա խոսում ենք ձեր հետ եւ եթե այդ անալիզը չլինի, ձեր բիզնեսը կարա մի պահ սառի, որ մակարդակի որ վրա կա, կարա սառի, ու դուք չզգաք, որ ձեզ սառացրել են։ Պրիտոմ դուք եք սառել, դուք կարաք հալվեք, հետ գաք, տաքանաք ու հասկանաք ինչ պետք է անեք։ Եվ ես հիշում եմ մի անգամ, ես թափել էի 5000 բալի ջանք, բայց ստացել է 3000 բալ։ Եվ շատ տխուր էի, շատ անհանգիստ էի, շատ ներվային էի դրանից։ Որոշեցի գնամ Բուդաղյան Նորայրի հետ հանդիպման եւ քննարկեմ այդ հարցը իր հետ։ Ես գնացի իր գրասենյակ, ինքը այնտեղ չէր, ինչպես միշտ հեռախոսին երբեք չի պատասխանում։ Գնացի իր կինն էր գրասենյակում, համարյա 2 ժամ սպասեցի, հետո նա եկավ, ես այն խնդրեցի, որ ինձ մի 15 րոպե իմ հետ զրուցի, ինքը իհարկե համաձայնվեց եւ ես այն ասեցի կոնկրետ հարցը։ Ես թափում եմ 5000 բալի ջանք եւ ստանում եմ 3000 բալ, ոնց կարա տենց բան լինի։ Ու ինքը ինձ մի քանի հարց տվեց ու իր հարցերից ես հասկացա իմ խնդիրը։ Ես աշխատում եմ շատ ցրված, շատ քաոտիկ եւ ոնց ասեմ, ոնց պատահի։ Տիպը անում եմ ինչը որ ընկնում է ոտից տակ, ինչը ընկնում է ոտի տակ, ինչ որ բան, չգիտեմ, հավաքում ես, վերցնում ես, դնում ես, բայց չկա պլան, այլ կա լիք աշխատանք ու չկա ոչ մի պլան, ու չկա ոչ մի ծրագիր, ու չկա ոչ մի, ինչ ասեմ, գլոբալ պլան չկա։ Կա ասես գործողություններ, որոնք շատ են, քեզ տանջում են, դու հոգնում ես, թվում է թե դու գժական աշխատանք ես կատարել, բայց բալերը տուր են, եթե դու այդքան չարչարվել ես, այդքան հոգնել ես։ Եվ ստեղ ես ինչի ես դեպք կպատմեցի, եւ դրանից հետո էլի ա եղել, մինչեւ հիմա էլ լինում է իմ հետ տենց բաներ, ես տենց կատալոգ չկա, որ փակեմ ու ես մի հատ անալիզ չանեմ, ինքս ինձ իմ բիզնեսը ես ոնց արեցի, ինչ արեցի, արդյոք ամեն ինչ վերջը, ես միշտ դա անում եմ։ Որովհետեւ եթե ես դա չանեմ, ես չեմ հասկանա, իսկ ինչը ուղղել, իսկ ինչը շտկել, իսկ ինչը փոխել եւ այլն։ Եվ երբ որ ես իր այդ խոսացի, եկա տուն, ես ոչ թե դրեցի ու էլի լիքը զանգեր արեցի, քաոտիկ, այլ ես նստեցի, նկարեցի առաջին անգամ իմ ստրուկտուրան։ Թղթի վրա, ով որ դիագրամով, որ ճուղումա, ով вообще ում հետ, ու ես որ ես այդ ստրուկտուրան գրեցի, ես հասկացա, որ լիքը մարդիկ կան, որոնք իմ ժամանակը ծախսում են, որոնք չարժեն այդ ժամանակը։ Դու կարաս լիքը խոսաս, բայց ում հետ ես խոսում։ Եվ այլն։ Ու էլի տենց լիքը բաներ, ինչ վերաբերում, պլան, ծրագիր։ Մի հատ ասենք հետաքրքիր ծրագիր, նորություն չկա, թիմը մեծ է, պետքա միշտ լինի ինչ-որ դվիժուխա, ծրագիր, բան։ Նո այդ մակարդակում իր բաները։ Եվ ես եկա եւ այդ ամեն ինչը փոխեցի։ Այս ամեն ինչը ձեզ ուզում եմ պատմել նրա համար, որ լյուբոյ մակարդակում դուք պետք է անեք անալիզ եւ վերցնեք պատասխանատվությունը ձեր վրա։ Ոչ թե հիմա նոր տարի է եւ մարդիկ հիմա տոլմա են փաթաթում։ Հիմա ամառ է, մարդիկ հանգստանում են։ Հիմա եւ այլ։ Եթե դուք հանկարծ Աստված չանի, սենց մոտենաք ձեր բիզնեսին, կամ հիմա մարդկանց ձեռը փողը չկա, կամ Faberlic գները բարձրացրել է, կամ Faberlic գները իջացրել է, ինչա ինչ որ մի քանի ապրանք ելել է, իջել է եւ այլ, այդ դրա համար իմ գործերը բաց են։ Դե դուք ինչ որ արտաքին գործոնի վրա հիմնվեք բիզնեսում, այ ինքը պետք է լավ աշխատի, որ գործերը լավ լինեն։ Ուրեմն դուք իմացեք, որ ձեր բիզնեսը ուզում եք 10 հոգի գրանցեք, ուզում եք 100 հոգի օրը գրանցեք, ձեր բիզնեսը չի աճելու։ Կամ աճելու մի հատ որոշ մակարդակ, հետո հետա գնալու, հետո աճելու, հետո հետա գնալու, այսինքն բաների մեջ եք դուք լինելու։ Եթե չտնեք կոնկրետ պլան եւ պատասխանատվություն, որ դա քո բիզնեսն է եւ դու անում ես այդ ամեն ինչը պլանավորված եւ այլն։ Այդպես աղջիկներ ջան, այսինքն դիրքորոշում, որ ես եմ իմ բիզնեսի տերը։ Դիրքորոշում, որ իմ ֆիրման է եւ ես իրան վստահում եմ։ Դիրքորոշում, որ ես եմ պատասխանատուն թիմին։ Ասենք օրինակ
Այս մարդը, ես իմ թիմում եմ, մի աղջիկ, ինքը լավ աղջիկ է, 30 հոգի գրանցել է, մցրել է չաթի վրա, ինքը չաթում չկա։ Պրոստը չկա, ինքը աշխատում է, բայց չաթում չկա։ Չաթում աշխատում ենք մյուսներս։ Ես եմ ասում, լսի, դու թիմ ունես, չէ՞։ Ասում է, հա, ասում քանի հոգի, 30։ Դու միացրել ես այդ խմբին, չէ՞, հա։ Այսինքն, օրինակ քո կարծիքով, ինչի՞ պիտի ես այդ խմբում աշխատեմ, դու չաշխատես այդ խմբում։ Այսինքն, տեսեք, պատասխանատվություն իմ համար, որ ես եմ կազմակերպիչը, ու ես պետք է իրան բռնեմ եւ ասեմ աշխատի։ Որը չի անում, արա։ Եթե ես նստեմ մտածեմ, որ դե ինքը պիտի անի, ինքը չի անում, ինքը վատնա, ինքը ծույլ է եւ այլն։ Տեսեք, ես էլի պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա եւ իրան կանչում եմ պատասխանատվության։ Իրան բերում եմ մեջտեղ, ասում եմ՝ «Դավայ, գործի, հա, դու էլ ես այստեղ լիդեր, ոչ մեկից լավը չես, տիպը, նո, տենց ինչ-որ թեմա»։ Եվ ոչ թե դառնում եմ իրան, չգիտեմ, ինչ-որ նեղացնելով պշտելով, երբ չեն, չէ, շատ ընկերական, շատ գործնական, ասենք։ Հիմա ասենց մի քիչ ես բանեմ, պատմում որ ձեզ հետաքրքիր լինի լսել, իհարկե դա ամեն չէ լինում, շատ ավելի լուրջ, գործնական, բան, ոչ, ասենց ձեզ պատմում, ձեզ հետաքրքիր լինի, չքնեք ներջան։ Այո։ Այդպես աղջիկներ ջան։ Մի խոսքով, բայց մենք գիտենք, որ այստեղ կան լիդերներ, այստեղ կան ճակատագրի լիդերներ։ Եվ դուք ձեր ճակատագրի լիդերն եք, եւ դա երևում է ձեզանից, ձեր գործունեությունից։ Պատասխանատվությունը շատ կարևոր է։ Ես կատալոգի վերջում միշտ